Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրել էր, որ փետրվարի 2-ին շտապօգնության մեքենայով 2 քաղաքացու անգիտակից վիճակում տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն, սակայն բժշկական կենտրոնը հրաժարվել է նրանց հոսպիտալացնել։ Ըստ ֆոտոլրագրողի, քաղաքացիներին բուժօգնություն են տրամադրել շտապօգնության խմբի հերթապահ բժիշկները։ Արմենիա բժշկական կենտրոնը հերքել է տարածված տեղեկությունը։ ԲԿ-ից հայտնել են, որ իրենց բժիշկները, այդ թվում վերակենդանացման բաժանմունքի վարիչը, մոտեցել են շտապօգնության մեքենային ու տեղում զննել են անգիտակից տղամարդկանց, պարզել, որ նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ Արմենիա բժշկական կենտրոնի բուժանձնակազմին լավ ծանոթ այս տղամարդիկ մեկ անգամ չէ, որ ալկոհոլային ինտոքսիկացիայից դուրս գալու համար այս բուժկենտրոնում բուժօգնություն են ստացել։ Երբևէ հաշվի չի առնվել ոչ նրանց ազգային պատկանելությունը, ոչ վճարունակ լինել-չլինելը։ Սակայն երեք նույն այս տղամարդիկ բուժօգնության կարիք չեն ունեցել։ Հետևաբար բժիշկների արձանագրմամբ սուր թունավորումների եւ վերակենդանացման բաժանմունք կամ որևէ այլ բաժանմունք հոսպիտալացնելու ցուցում չի եղել։ Բժշկական կենտրոնից հայտնել են, որ տեսանյութի նկարահանումից հետո տղամարդիկ սթափվել են եւ իրենց ոտքով հեռացել են։